Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է փետրվարի 16-ի համար, բոլոր ամսվա ծնված նշանների համար։ Տեսնենք, թե մեզ ինչ է սպասվելու այդ օրը։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին փետրվարի 16-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև հեռախոսազանգ ունեք, որտեղ կամ կխոսեք գումարից կամ կարող են ասել, ինչ-որ եկամուտ ունեք կամ գումար կա արիստացի, այդպես։ Եվ ժամ եք պայմանավորվել, հույսով եք, որ ճիշտ ժամանակին կամ կգան, կամ դուք կհասցնեք, կամ ժամերը կփոխվեն, կամ եթե ուզում եք ժամ փոխեիք, ոնց որ հույսով եք, որ կկարողանաք կամ փոխել, այստեղ եւս, ամենայն դեպս հաջողություն ունեք, դա նշանակում է, որ եւ կհասցնեք գնալ ինչ-որ միտեղ եւ ժամերը եթե պետք է փոխել, ապա կփոխեն։ Եվ օրը ձեր ձեռքում է, շատ բան այդ օրը ձեզանից է կախված, թե ինչ կլինի, որը ինչպես, կլինի այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին փետրվարի 16-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը որոշ գործեր կանեք, կավարտեք, կվերջացնեք, վերջնական որոշում կկայացնեք, գումար կստանաք, գումար կծախսեք կամ գումարի մասին կարող խոսել, հետո ձեզ գումար փոխանցեն։ Նաև երեխաների հետ կապված իրադարձությունն է, միգուցե հղիություն է, ծննդաբերություն է, առիթ է, այդպես ընտանեկան կյանքն է դա ցույց տալիս։
Եվ ինչ որ մեկից կարող եք հեռանալ, ինչ որ բանից կարող եք հեռանալ կամ ինչ որ բան եք կարող անում եք, պատրաստում եք, տալիս եք եւ ավարտվում է դա։ Եվ այստեղ կամ վիճում եք ինչ որ մեկի հետ, դրանից հետո ձեզ երջանիկ եք զգալու, լավ եք զգալու, կամ տուն եք մաքրում, դրանից հետո եք ձեզ շատ լավ զգում։ Եվ ճանապարհ եք գնալու կամ ինչ որ մարդիկ կարող են գալ ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին փետրվարի 16-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև սուտ կա, այդ օրը ինչ-որ մարդիկ ինչ-որ բաներ չեն արել, այստեղ ինձ կիմանաք, որ չեն արել և այդ գործերը չի ավարտվել, միգուցե հենց այդ ստի պատճառով է, և կարող եք հուզվել, կարող եք նաև արտասվել այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետինների։ Ինչ է սպասվում խեցգետիններին փետրվարի 16-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը ժամ եք պայմանավորվել ինչ-որ մեկի հետ և սպասում եք, որ գան, նաև կարող է նոր եք պայմանավորվում, այդ օրն եք պայմանավորվում կամ փորձում եք պայմանավորվել ինչ-որ մեկի հետ, ամենայն դեպս սպասման մեջ եք լինելու։ Այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, հրավեր կունեք որևիցե առիթի
կաղոդայում, հա, կամ ձենն է առիթը դուք եք ինչ-որ ժամ եք պայմանավորվում, հաջողություն ունեք այդ օրը յուրաքանչյուր գործերում այն ինչ-որ կանեք, եւ ոմանք ունեն ժամադրություն այստեղ սիրային, ոմանք էլ նաեւ պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առույցներին փետրվարի 16-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, նաև նամակագրական կապ է սա, կամ փաստաթուղթ է, որը կստանաք, փաթեթ է, որը սպասում եք, եւ օրվա ընթացքում այստեղ վիճում եք ինչ-որ մեկի հետ, նաև կարող եք ձեզ վատ զգալ եւ ինչ-որ մի բան ձեր ձեռքից բաց թողնել։ Նաև ժամ եք պայմանավորվում կամ այդ օրը, կամ չէ, ժամը չի լինում այստեղ, ընկերը փակում է։ Այսքանն է ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին փետրվարի 16-ին։ Հարգելի կույսեր, այդ օր առավոտյան հնարավոր է շուտ արթնանաք կամ երկար եք քնելու։ Ոմանց համար նաև դա ինտիմ հարաբերություններ է։ Եվ այստեղ աշխատանքի հետ կապված, եթե ինչ-որ գործեր չեք հասցնում անել, ապա ձեր մտերիմ ընկերը ձեզ կօգնի, որպեսզի այն ավարտեք այդ օրը։ Ավարտեք դա հաճախորդին կամ միգուցե աշխատանքի վայրում է դա։
Նաև սա կօգնի ձեզ ինչ-որ հարցեր լուծել, միգուցե բիզնեսի հետ կապված, հարցազրույցի հետ կապված կօգնում է ձեզ ինչ-որ դեր որ ինչպես խոսեք այնտեղ, հա, ինչպեսի տնորեն է միգուցե ճանաչում է։ Ամենայն դեպս այստեղ ավելի շատ օգնում է ձեզ, որպեսզի դուք ավարտեք այն, ինչ որ չեք ավարտել։ Ոմանք ունեն ժամադրություն սիրային սեղանի շուրջ եք նստելու, ոմանք էլ այստեղ ժամադրություն կամ պայմանավորվածություն է ձեզ համար հարազատ մարդկանց հետ։ Նաև այդ օրը ընկերոջը կարող եք հանդիպել, կարող եք խոսել եւ նաև հեռախոսազանգ կա։ Հեռախոսազանգի միջոցով կարող եք լուծել նաև այդ բոլոր հարցերը, որոնք որ մնացել են։ Եվ ուշադրություն պետք է դարձնեք ձեր առողջությանը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին փետրվարի 16-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք կունենան, ոմանք նաև կգնան հարցազրույցի, բիզնեսը առաջ կտանեք, եթե ունեք ինչ-որ բան ձեզ կերջանկացնի այդ օրը, երջանիկ կլինեք, նվեր եք ստանալու կամ նվեր կգնաք փողոցը մեկի համար, հանկարծակի լուր կլսեք, գուցե այդ հանկարծակի լուրն է ձեզ համար նվեր կամ աշխատանքի ընդունելությունն է ձեզ համար նվեր։ Այդ օրը նաև կան ձեր շրջապատում չար մարդիկ, բամբասանք, չար լեզուներ, չար խոսակցություն եւ գումար եք ստանալու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին փետրվարի 16-ին։
Հարգելի կարիճներ, այդ օրը ուշադրություն պետք է դարձնեք անպայման ձեր առողջությանը, նաև երեխաների հետ կապված որից իրադարձություններ կան, նա որ այստեղ առողջությունը ցույց է տալիս, որ երեխայի ծնունդ, հղիություն, նաև կամ առիթ է երեխաների հետ կապված, նաև ընտանեկան կյանքն է ցույց տալիս, ուշադրություն կդարձնեք ընտանեկան կյանքին, ինչ-որ մի բան է ձեզ ցավեցնում, կարող դա է, ձեր առողջության հետ կապված խնդիր է, ոնց որ կարող ձեզ վատ եք զգում։ Գումար կստանաք այդ օրը, հանկարծակի լուր կլսեք, նաև նվեր եք գնելու կամ դուք նվեր կստանաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին փետրվարի 16-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը երեխաների հետ կապված ինչ-որ պահեր են, այստեղ ձեր ցանկությունը իրականանում է, սա կարծես թե արդեն երկրորդ թե երրորդ անգամ է ձեզ մոտ ընկնում, կամ երեխաների հետ կապված ինչ-որ բան եք ուզում, կամ հղիություն է, ծննդաբերություն է, որը ձեր ցանկությամբ է տեղի ունենում։ Այդ օրը նաև գումար կծախսեք, ճանապարհ եք գնալու կամ սպասում եք, որ գան ձեզ մոտ եւ ինչ-որ հարցում հաղթանակած եք դուրս գալու, ինչ-որ բան է ձեր օգտին ավարտվելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրների։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին փետրվարի 16-ին։ Հարգելի այծեղջյուրներ, այդ օրը ոմանք կարող են սիրահարվել, ոմանք սիրո խոստովանություն ստանալ, անել, նաև ինչ-որ բան տեղի կունենա, որ ձեզ սիրված կզգաք, նաև դա ցույց է տալիս ձեզ սիրելիներին ուղղակի։ Հետո կարող եք վիճել ինչ-որ մեկի հետ, այստեղ կարող է կապված է դա աշխատանքի հետ։ Նայեք, այստեղ ասեմ, դուք հետո կարող ամեն մեկի մոտ մի ձև լինի։ Կամ տուն եք մաքրում, կամ վիճում եք։ Այստեղ աշխատանքի հետ կապված ցավ կա։
կամ բիզնեսի հետ կապված, կամ աշխատանքի ընդունելության հետ կապված, հարցազրույցի հետ կապված, պատվերների հետ կապված։ Եվ այդտեղ տհաճ պահեր կան, որից որ սկսում եք տատանվել, ծանր ու թեթև եք անում, ինչ անեք, ինչպես անեք, ինչպես լուծեք այդ պահը։ Հրավեր ունեք որևիցե առիթի, կամ ձեր առիթն է դուք եք հրավիրում եւ պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք։ Կարող է լինել նաեւ այստեղ պետական աշխատողն է ձեզ ինչ-որ մի բանով ցավեցնում կամ իր ասածով կամ ինչ-որ նմանատիպ։ Եվ դա կարող է լինել հիվանդանոց, կարող է լինել բժշկական որևէ այլ կենտրոն եւ ուսումնական կենտրոն։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին փետրվարի 16-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, նաև շուտ կարող եք արթնանալ կամ երկար կարող եք քնել այդ օրը, այստեղ վեճ կա նաև օձերի հետ, բամբասկոտ մարդկանց հետ, նախանձ մարդկանց հետ, տան հետ կապված որոշ իրադարձություններ են, ինչ-որ պահեր են, միգուցե տեղափոխություն է, միգուցե առիթ է, կամ ձեր տանը կամ պետք է գնաք, ինչ-որ բաներ եք անում տան հետ կապված, միգուցե տուն եք փնտրում։ Տհաճ պահեր կան օրվա ընթացքում, նաև ինչ-որ գործեր չեք հասցնում ավարտին, կմնա ոմանց համար նաև ինտիմ հարաբերությունները, ձեր ցանկությունները կիրականանան եւ որոշ նամակ կարող եք ստանալ, փաստաթուղթ, փաթեթ, ինչ-որ բաներ ստորագրեք, այդ օրը միգուցե տան հետ է կապված այստեղ։ Տուն եք գնում։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին փետրվարի 16-ին։
Հարգելի ցկներ, այդ օր առավոտյան շուտ կարող եք արտանալ կամ կարող եք քնած մնալ, նաև օրվա ընթացքում կարող եք ցանկանալ պարկել հանգստանալ։ Իսկ ոմանց համար դա ինտիմ հարաբերություններ է։ Այստեղ ձեր երեխաների, թոռների հետ սեղանի շուրջ կնստեք կամ միգուցե առիթ է երեխաների հետ կապված հղիության, ծննդաբերության հետ նշում եք ինչ-որ մի բան եւ ձեզ սիրված եք զգում, ձեզ լավ եք զգում այդ պահին։ Նաև կողը ինչ-որ դուք եք հղի եւ դուք եք ներկայացնում, որ հղի եք այդպես հետաքրքիր ձևով։ Գումար կծախսեք այդ օրը, նաև տան հետ կապված իրադարձություններ են կամ ձեր տունն է կամ պետք է գնաք կամ ինչ-որ մի բան է, տեղափոխվում եք կամ մեկ այլ բան է այստեղ։ Ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, հեռախոսազանգ ունեք եւ ոնց որ թե ինչ-որ մի բան ձեր ձեռքից բաց եք թողնելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։